Հիմա իմ կողքին է մի հիասքանչ անձնավորություն, որը իմ կյանքում շատ յուրահատուկ հետք է թողել ու ինքը շատ յուրահատուկ մարդ է։ Ուրեմն 2004 թվականին, երբ որ ես պետքա գնայի եկեղեցական ճամբար, դեռ աշխարհիկ էի, Աստծուն չճանաչող, հայոյող, ծխող, իմ պատասխանատուն ճամբարում եղավ Գոր Մկրտչյանը ու շատ լավ է, որ եղավ Գոր Մկրտչյանը, որովհետև նա շատ համբերատար սպասեց, որ ես ծխելը թողեմ, որովհետև ես անկետայում լրացրել էի, որ չպիտի ծխեմ գտնվելով հոգևոր եկեղեցական ճամբարում, բայց նա համբերեց ու պտուղը տեսնում եք, ապաշխարեցի եւ հիմա սիրելիներ, մենք միասին ծառայում ենք Տիրոջը, Տիրոջ համար պտուղ ենք բերում ու ինքը ինձ համար յուրահատուկ Աստծուն սիրող քաղցր անձնավորություն է, որի միջոցով եմ հենց զգացել, որքան քաղցր է Աստված։ Հովիվ Գորջան, կդիմես մեր դիտողներին, ինչ կա քո սրտում, ինչ ուղերձ կա քո սրտում, խնդրում եմ։ Փառք Աստծուն, Սևակ ջան, շատ ուրախ եմ, ես էլ կարամ ասեմ, որ մեծ պատիվ է քեզ ճանաչել, քեզ հետ եղբայր լինել, Տիրոջ գործի մեջ մի բան, որ քայլենք ու Աստծուն փառք բերենք։ Մի բան, որ կուզենամ սրտիցս ասեմ, մենք շատ հաճախ կարանք ասենք փառք Աստծուն, բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսը մի հրաշալի խոսք ասեց, Հայրը կփառավորվի, երբ որ մենք նրան պտուղ բերենք, նրա այգում լինենք, նրա գործի մեջ լինենք։ Ամեն մեկին կուզենամ ասենք, եկեք մեր Տիրոջը սիրենք, մեր Տիրոջը ծառայենք ու առատ պտուղ բերենք։ Տիրոջը ցույց տանք բոլորին։ Ամեն։ Գիտեք սիրելիներ, երիտասարդ էր, դեռ չամուսնացած էր, ես էլ երիտասարդ այդ ժամանակ, որ մենք հանդիպեցինք, նրա պարտականությունն էր հետևել ու եթե ինչ-որ խնդրահարույց մարդիկ կային նրա թիմում, նա պետքա հոգ տաներ ու այդ ժամանակ ինքը իր նշանացի հետ, Արմինեի հետ, որ հիմա իր կիննա միասին ծառայում են Սանկտ Պետերբուրգում, համբերեցին ու այդ համբերության պտուղը իրականում ցույց տվեց իր արդյունքը։ Սիրելիներ, եթե ձեր կյանքում էլ կլինեն մարդիկ, ովքեր որ խնդրահարույց են ու դուք պետքա իրանց համբերեք, հետո կտեսնեք պտուղը ու այսենց երկուսով ծառայում ենք Տիրոջը, մեկը մյուսին համբերել էր։ Համբերեք իրար ու կտեսնեք Տերը ինչքան մեծ հրաշքներ է անելու։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ։ Տարածեք այս տեսանյութը, որ համբերության պտուղը մարդկանց մոտ զարգանա։ Ամեն։